Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում դրական միտումներ են նկատվում, հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով սահմանազատման աշխատանքները շարունակվում են հատուկ ստեղծված երկկողմ հանձնաժողովի գործունեության շրջանակում և իրականացվում են մշտական հիմունքներով։ Արդեն իսկ գրանցվել են առաջին դրական արդյունքները, մասնավորապես կողմերն ավարտել են պետական սահմանի շուրջ 13 կիլոմետրի սահմանազատումը։ Բայրամովը տեղեկացրել է, որ կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնց համաձայն սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Նա նաև ընդգծել է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում անկլավների հարցը ևս կլուծվի։ Նրա խոսքով Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի սահմանադրությունից կհեռացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որից հետո հնարավոր կլինի խաղաղության համաձայնագրի կնքումը։ Անդրադառնալով թրիփին, Բայրամովը նշել է, որ ամերիկյան գործընկերները Բաքվին տեղեկացնում են նախագծի ընթացքի մասին։ Այդ նախագծին աջակցում է Միացյալ Նահանգները։ Բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, սակայն թրիփի մուտքն ու ելքն Ադրբեջանի տարածքից են։ Մեզ հայտնել են, որ ընթանում է փաստաթղթերի պատրաստման փուլը, ասել է պաշտոնյան։ Ուկրաինայի բանակը վերջին օրերին ավելի ինտենսիվ գրոհներ է իրականացնում Ղրիմի ուղղությամբ։ Ցամաքային ուղիների թիրախավորումից հետո հարվածների տակ են հայտնվել թերակղզու ծովային մատակարարման ուղիները։ Վերջին 3 օրվա ընթացքում Ազովի ծովում հարձակման է ենթարկվել ավելի քան 20 ռուսական նավ, մեծ մասը նավթատար։ Գիշերն ուկրաինական հարվածների հետևանքով Ղրիմում 1 մարդ է զոհվել։ Թերակղզում բենզինի գինը մոտ 2 անգամ բարձրացել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերն ուկրաինական 73 անօդաչու խոցելու մասին։ Ստավրոպոլում և Տվերում թիրախավորվել է 2 նավթաբազա, որոնցում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է հարվածները, նշելով, որ դրանք իրականացվել են առաջնագծից շուրջ 500 կիլոմետր հեռավորության վրա։ Խոցվել է նաև վառելիքի պահեստ առաջնագծից 800 կիլոմետր հեռավորության վրա։ Իր հերթին Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 94 ԱԹՍ և 2 բալիստիկ հրթիռ։ Դոնեցկի մարզում կա 3 զոհ։ Միևնույն ժամանակ Մոսկվայից մեկնաբանել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Ուկրաինային Փեթրիոտ զենիթահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիա տրամադրելու հնարավորության մասին։ Ըստ Կրեմլի խոսնակի, Ռուսաստանը շատ լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները։ Դմիտրի Պեսկովի խոսքով ամերիկյան դիրքորոշման մեջ կա երկակիություն։ Մի կողմից Ուկրաինային զենք է մատակարարվում, մյուս կողմից հակամարտության կարգավորման փորձ է արվում։ Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի հետ կապված իրավիճակի լուծումից հետո Վաշինգտոնը կվերսկսի ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ ջանքերը։ ԱՄՆ նախագահը կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է չեղարկել Սիրիայի դասակարգումը որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոյի խոսքով այս պատմական քայլը նոր հնարավորություններ է բացում Սիրիայի տնտեսական աճի և վերականգնման համար։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփը հանդիպել էր Սիրիայի նախագահ Ահմեդ Աշշարայի հետ։ ԱՄՆ նախագահը չէր բացառել, որ Սիրիան կարող է հանվել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից։ Այս ցանկում գտնվելը սահմանափակում է ամերիկյան օտարերկրյա օգնության մատակարարումները, պաշտպանական զենքի արտահանումը և ֆինանսական որոշ գործարքներ։ Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ը, ավելի քան 16000 մարդ վիրավոր է, ևս 17000 մարդ մնացել է անօթևան։ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ նամակ է ուղարկել Մեծ Բրիտանիայի թագավորին, խնդրելով վերադարձնել Անգլիայի բանկում պահվող վենեսուելական ոսկին, որպեսզի երկիրը կարողանա հաղթահարել երկրաշարժերի հետևանքները։ Ռոդրիգեսը նաև խոսել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի հետ այնտեղ պահվող արգելափակված ակտիվների ապասառեցման մասին։ Հունիսին Արևմտյան Եվրոպայում ջերմաստիճանը հասել է պատմական առավելագույնի, միջինը 20,74 աստիճան Ցելսիուսի, գերազանցելով 1 տարի առաջ սահմանված ռեկորդը։ Ըստ Կոպեռնիկոս կլիմայի փոփոխության ծառայության, սա ավելի քան 3 աստիճանով բարձր է 1991-ից 2020 թվականների հունիսի միջին ցուցանիշից։ Սաստիկ տապը Եվրոպայում մի քանի հազար մարդու մահվան պատճառ է դարձել։ 2026 թվականի հունիսին համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը նույնպես հասել է առավելագույնի՝ 20,98 աստիճան Ցելսիուսի։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։